Մենք հիշում ենք, որ շատ դեպքերում, օրինակ մեր հարևան Վրաստանի դեպքում, երբեմն Ադրբեջանի, միջև ինչ-որ մի շրջան Ուկրաինայի, Մոլդովայի, նույնիսկ Բելարուսի դեմ այդ սպառնալիքները տարբեր ձևով օգտագործվել են եւ ընդհանուր առմամբ դրանց իրագործումը եւ էֆեկտիվությունը այդքան էլ վճռական դեր չէր խաղացել, եթե կա հասարակության եւ քաղաքական ուժերի միջև որոշ չափով միասնություն այդ սպառնալիքներին հակադրվելու։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք եւս ես պիտի նշեմ, մենք պիտի հասկանանք, որ այո, Ռուսաստանը շահագրգռված է եւ Հայաստանում եւ Հարավային Կովկասում իր դիրքերի պահպանմանը, բայց նաեւ Ռուսաստանի ռեսուրսների զգալի մասը, այդ թվում նաև ձեր նշած, այսպես կոչված հիբրիդային պատերազմի իրագործման, պարզապես ֆինանսական, տնտեսական, քաղաքական եւ այլ ռեսուրսները այս բան ուղղված են եւ կենտրոնացված են Մոսկվայի համար ավելի կարևոր ուղղվածությամբ, դա այն է Ուկրաինան, դա Մոլդովան, որը որ նույնպես հանդիսանում է Ռուսաստանի համար այսպես կոչված ուկրաինական кейսի ֆայլի մի մասը, դա ընդհանուր առմամբ արևմտյան ուղղվածություն է։ Եվ այս ֆոնի վրա արդյոք միջև, ասենք, սպասվող Հայաստանում հունիսյան խորհրդանական ընտրություններում արդյոք Ռուսաստանը ոչ միայն հնարավորություն, այլ ամենակարևորը քաղաքական ցանկություն եւ կամք կունենա այդ ռեսուրսները Ուկրաինայից փոխել եւ կենտրոնացնել Հայաստանի վրա, այս հարցը ինձ համար բաց է, ես այդ պատասխանը չունեմ։ Այստեղ նաեւ շատ բան կախված կլինի, թե մոտակա 1-1.5 ամսվա ընթացքում Ռուսաստանը արդյոք գնահատելու է Հայաստանի հետ այս գործընթացը շատ ակտուալ եւ շատ արագ օպերատիվ ինչ-որ արձագանքների անհրաժեշտության գոտի, թե այն ինչի մասին որ խոսվում է, դա կարա իրականության դառնա, օրինակ հունիսի 8-ից սկսած։